Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարև ձեզ պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես Կիրակի Գյումրիում ավականու ընտրություններ էին, համացանցում բազմաթիվ գրառումներ կան, որ ողբերգությունն այն է, որ կրիմինալը կարծես թե նորից քաղաքական որոշիչ գործոն է դառնում։ Համամիտ եք։ Իհարկե համամիտ եմ, որովհետև սա ընդհանրապես գործող իշխանությունների 7 տարիների վարած քաղաքականության արդյունքն է, որի հիմնական պատասխանատուն է, պես ասած, պատասխանատվություն կրողը հենց իշխանությունն է, որովհետև գյումրեցին նախապատվություն տվեց նախկին կրիմինալին, ձայն չտալով կամ շատ ավելի քիչ ձայն տալով թե գործող իշխանություններին, թե Եվրադաշինքի թեկնածուին։ Ամեն դեպքում առաջին տեղում գործող իշխանության, այսինքն քաղաքացիական պայմանագիրն է։ Իհարկե, բայց դա բավարար չէր, որովհետև քաղաքական դաշտում ներկապնակ է, այսպես ասած, միայն գործող իշխանությունների կարծես թե եւ նախկին կրիմինալի տարբեր ճյուղավորումների պայքարի շրջանակում Այսինքն ուզում եք ասել, որ մրցակցությունը ներկայի եւ նախկինի միջև էր։ Իհարկե, եւ ժողովուրդը շատ լավ գիտակցելով, որ ինչի է գնում նույնիսկ, գնաց դրան, սակայն դրա հետևանքները շատ ավելի բացասական են լինելու որոշ ժամանակ հետո։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները 23 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների տրամաբանական շարունակությունն էր, սակայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ չափով արդարացված, ինչ որ չափով ոչ այնքան կարողացավ փրկել իշխանությունների երեսն, այսպես ասած։ Տեսեք, դուք ասում եք ներկայի եւ նախկինի միջև էր ընտրությունները, այդուամենայնիվ ճիշտ է 50+ ձայն որևէ ուժի չհաջողվեց հավաքել, բայց իշխանությունն էլի առաջատար դիրքում է, բայց այստեղ ոչ միայն նախկինի եւ ներկայի միջև է ընտրությունը, այլ նաեւ այն, որ հետաքրքիր է Եվրադաշինքը պարտվեց կոմունիզմին, պարոն Գալստյան։ Ցավոք այո, որովհետև կարծում եմ դա եւս Եվրադաշինքի քաղաքական սխալներից էր ընտրության կազմակերպման, քարոզարշավի ենթադրում եմ, բացի այդ բավականին ուշ քաղաքականության մեջ մտնելու, ընտրապայքարի մեջ մտնելու արդյունք էր, սակայն ասեմ, որ Եվրադաշինքի թեկնածուն անհամեմատ գրեթե բոլոր թեկնածուներից առաջադրված ամենաբանիմացն էր, ամենագրագետը կարծես թե, չգիտես ինչու Գյումրու բնակիչները նախապատվություն տվեցին նախկինի չարիքին, այսպես ասած, նախկինի իրենց տեսած ոչ այնքան ընդունելի կերպարներին, գլխավորությամբ, գիտեք, երկրորդ տեղը զբաղեցրած առաջնորդի, ձայն տվեցին կոմունիստներին, այլ ոչ թե Եվրոդաշինքին։ Ինչու՞, այդ հարցի պատասխանը ձեզանից եմ ակնկալում։ Հիմա ասեմ, որովհետև Գյումրիում կան շատ ընդհանրապես Հայաստանի բոլոր մարզերն ու բոլոր քաղաքները գրեթե ունեն իրենց սպეციფիկան եւ դա քաղաքականության մեջ հաշվի չառնելը կարծում եմ սխալ է։ Դա հաշվի չէր առել նաեւ Եվրադաշինքը կարծում եմ իր առաջադրած տեխնացույով, բացի այդ նաեւ մեծ ազդեցություն ունի Գյումրիում 102-րդ բազայի գոյությունը։ Պերմակով տեսած գյումրեցին, չգիտես ինչ եւ ոչ միայն պերմակով տեսած գնաց ընտրելու կոմունիստներին, գնաց ընտրելու նախկինին ռուսական ազդեցության մեծացման այդ քաղաքում։ Կարծում եմ գյումրեցիների մի զգալի մասը, որը գնացել է այդ ուղղությամբ, կարծես թե ուզում է նորից հետ վերադառնալ լեննականցու կերպարի։ Այսինքն, ես չեմ կարողանում հասկանալ այդ ընտրության պատճառը, որոշման պատճառը գյումրեցիների, ինչպես դուք եք մեկնաբանում։ Որոշման պատճառը նախ եւ առաջ իշխանություններից դժգոհությունն է, իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհությունն է։ Լավ, կար այլընտրանք, ներկայի ոչ ներկային, ոչ նախկինին, կար այլընտրանք Եվրադաշինք, որը դուք ասում եք, որ տեխնացուն բավական, այսպես ասած, գրագետ անձնավորություն է։ Ինչու՞, մանավանդ հենց նույն գյումրեցիներից է եւ լավ ճանաչում են նրան բոլորը։ Որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը Գյումրիում այսպես թե այնպես ավելի շատ է, իդեմս ռուսական բազայի, որը իր ազդեցությունն ունեցավ։ Բացի այդ, այն խոստումները, որը տրվեցին մյուս կողմից, Ռուսաստանի ազդեցության մեծացման, գործարանների, ինչ որ հիմնադրման եւ այլն, որը բնականաբար ոչ այնքան իրատեսական է, սակայն գյումրեցիների համար սոցիալական խնդիր լուծելու, կենցաղային խնդիր լուծելու ավելի տեսանելի թվացող էին, քան եվրոպական արժեքների որդեգրումը, որը բավականին ավելի երկար ժամանակ է պահանջում, չնայած միակ ճիշտ ուղին է, կարծում եմ, մեր հանրապետությունում, ինչպես այդ թվում եւ Գյումրիում, սակայն գյումրեցիները կարծես թե այդ կարճ ճանապարհը ընտրելով նորից գնացին։ Բացի այդ նաեւ Գյումրիում բավականին մեծ ազդեցություն ունի ծանոթ բարեկամական կապեր, այն ազդեցությունները, որոնք ժամանակին օգտագործվել են
երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուն գիտենք, որ երկար ժամանակ եղել է Գյումրու քաղաքապետ, բավականին շրջապատ ունի, որոնց մի մասին կարծես թե ժամանակին կարողացել է համոզել, գնել եւ այլն, կոպիտ եմ ասում։ Բայց ժամանակին շատերը դժգոհ են հենց այդ քաղաքապետից, որը հիմա երկրորդ տեղում է։ Այդ դժգոհ մասը բնականաբար ձայն չի տվել այդ քաղաքապետի նախկին քաղաքապետին, գործող տեխնացուին, սակայն դրանց մի մասը նորից օգտագործելով այդ ծանոթ բարեկամական կապերն ու այլ ազդեցություններ ընտրել է այլ տեխնացուների, այլ ոչ թե գործող իշխանության տեխնացուին կամ Եվրոդաշինքի տեխնացուին։ Տեսեք, ես հիշում եմ, որ շաբաթներ, ամիսներ շարունակ այս տաղավարում իմ հյուրերը պարբերաբար ասում էին, որ երբ Եվրաքվեի համար ստորագրահավաք էր իրականացվում, ասում էին 60,000 ստորագրություն հավաքվեց, իհարկե անգամ, չգիտեմ, Գեղարքունիքի մարզի հեռավոր գյուղերում կամ Սյունիքի մարզի հեռավոր գյուղերում բոլորը գիտեն այս նախաձեռնության մասին, բոլորը կողմ են դեպի Եվրոպա, դեպի եվրաինտեգրում, բայց մենք արդյունքում տեսանք, որ կոմունիզմը կարող է հաղթել Եվրադաշինքին, այսինքն հասարակության հանրապետության երկրորդ քաղաքում հասարակության մի հատված նախընտրեց կոմունիզմ, ոչ թե դեպի Եվրոպա։ Ես չեմ կարծում, որ դրանց երկուսի մեջ կարելի է խիստ զուգահեռներ անցկացնել եւ համեմատական դնել, որովհետեւ ժողովրդի հիմնական մասը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի հետ ճանապարհը այսպես ասած հեռանկարային չէ, սակայն այն կարճատև խոստումները, որը տրվեցին, ավելի կարծես հուսադրող էր Գյումրեցու համար այս պահին, քան այն հեռանկարային պրոցեսները, որոնք նորից կրկնեմ շարունակականություն են ունենալու եւ երկար ճանապարհ, այս պահին խնդրի լուծման բանաձև չէր կարծես թե։ Բացի այդ, այստեղ ոչ այնքան կոմունիստների եւ Եվրոպամետների, Եվրոմիության դաշինքի պայքարեր, ավելի շատ անձերի խնդիր էր, որովհետեւ գյումրեցիներն ունեն որոշ անձնական ամբիցիաներ, ունեն ավանդապաշտական ինչ-որ բաներ, որոնք բերեցին ընտրության այս արդյունքներին, բայց ես խնդիրն ավելի ուրիշ է։ Խնդիրն այն է, որ եթե իշխանությունները շարունակեն նույն ձևով, նույն քաղաքականությունը հանրապետությունում, 16-26 թվականի խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք բավականին լուրջ խնդիր։ Եվ խնդիրն այն չէ, որ եւս 5 տարի իշխանությունները կշարունակեն իշխել կառավարել Հայաստանի Հանրապետությունում թե ոչ, խնդիրն այն է, որ նման ուժերի ազդեցության մեծացումը Հայաստանը կբերի կոլապսի, քաղաքական ճգնաժամի եւ որի արդյունքում կարող են ուժերի, պարոն Գալստյան, նախկին իշխանությունների ազդեցության տակ գտնվող ուժերի, որոնք ղեկավարվում են Ռուսաստանի կողմից։ Եվ ինչի կհանգեցնի դա։ Կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության խաթարմանը, որի նպատակն է կարծես թե մեր ճակերտավոր դաշնակից Ռուսաստանի։ Այսինքն պատկերացրեք Հայաստանում ունենում ենք մի իշխանություն կամ իշխանության բավականին լայն թև, որի ազդեցությամբ Ռուսաստանը կարողանում է իրականացնել իր նպատակը։ Նկատի ունեք, եթե իհարկե այն process-ը, որը եղավ օրինակ Վարդան Ղուկասյանը եղավ երկրորդ հորիզոնականում, եթե Երևանում կամ 26 թվականի ընտրություններին այդպիսի ձայներ հավաքեն հանրապետության տարբեր հատվածներում։ Իհարկե, եւ եթե այլընտրանք ընդդիմությունը, իրական ընդդիմությունը, ոչ խորհրդարանական ընդդիմությունը չկարողանա կոնսոլիդացվել, ուժ ներկայացնել ժողովրդի մոտ եւ դառնալ իրական այլընտրանք, խնդիրը բավականին լուրջ է։ Ով պետք է լինի այդ իրական այլընտրանքը, այդ իրական ընդդիմությունը, ինչպես դուք եք ասում, որ ուժերը։ Իմ կարծիքով Եվրոդաշինքի մոդելը կարող է հիմք հանդիսանալ այդ ուժերի միավորման, կան նաև քաղաքական նոր ուժեր, կան քաղաքական ուժեր, որոնք այսպես թե այնպես անհամեմատ ավելի մաքուր են քաղաքական դաշտում, սևի ու սպիտակի դաշտում չեն, նախկիններից չեն եւ ներկաներից չեն, որոնք կարծում եմ իրենց ամբիցիաները մի կողմ դնելով կկարողանան կոնսոլիդացվել, կկարողանան ներկայացնել ուժ եւ ժողովուրդը կունենա այլընտրանք 26 թվականի ընտրություններին։ Այլապես մենք ամբողջ հանրապետության տարածքով ունենալու ենք Երևանի պատկերը, ունենալու են Գյումրիի պատկերը, առավել եւս Փարաքար համայնքի պատկերը։ Տեսեք, իմ նախորդ հյուրերից մեկը Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն էր, որն ասաց, որ իշխանությունն այնպես պետք է անի, որ հանցագործները, կրիմինալները չպետք է մասնակցեն ընտրություններին։ Ես մեջբերում եմ նրա խոսքերը։ Համամիտ եք։ Նախ չմասնակցել տերմինը այդքան էլ ճիշտ չի, պարզապես այո, կրիմինալը այս 7 տարիների ընթացքում պետք է ստացած լիներ իր արժանի գնահատականն ու պատիժը, այլ ոչ թե հնարավորություն ունենար ազատ հաղորդակցվելու եւ մասնակցելու քաղաքական process-ներին եւ Գյումրի քաղաքում եւ ընդհանրապես հանրապետությունում։ Այսինքն չմասնակցի ամեն դեպքում ընտրություններ։ Այսինքն եթե մարդը ձերբակալված լինի, մարդը պատասխանատվության ենթարկված լինի, ինչպես պետք է քրեակատարողական հիմնարկից մասնակցել ընտրություններին եւ այդքան ձայն կարողանար տանել։ Եվ հենց առաջինը դրա պատճառն է, որ գյումրեցին
դժգոհ է Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից։ Ես կարծում եմ 7 տարին արդարադատության խնդիր է, հո Զանգովի արդարադատություն չի։ Ես կարծում եմ, որ 7 տարին դա 7 ամիս չէ կամ գոնե 1 տարի 7 ամիս չէ, 7 տարին բավականին ժամանակ է ձևավորելու արդար դատական համակարգ, արդար իրավական համակարգ, որը այսօր իր գործը պետք է արած լիներ։ Այո, Զանգով պետք չէ որևէ քաղաքական որոշում կայացնել եւ իրավական ցուցումներ տրվել, սակայն այսօրվա իրավապահ համակարգի գործունեության մեղմ ասած թերի արդյունքները դա նաեւ իշխանությունների պատկերն են, որի այսպես ասած պատուղները կրում է իշխանությունը առաջին հերթին։ Պարոն Գալստյան, մենք պարբերաբար խոսում ենք խաղաղության պայմանագրից կամ խաղաղության համաձայնագրից, բայց տեսանք, որ ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ վնասելով բնակելի տուն։ Հնարավոր է խաղաղություն այս պայմաններում կամ ինչու է Ադրբեջանը գնում նման սադրանքի։ Ես իմ բոլոր հարցազրույցներում եւ հանդիպումներում միշտ բարձրաձայնել եմ, որ չի կարող լինել համաձայնություն եւ պայմանագիր, վերջնական պայմանագիր, քանի դեռ չկա որևէ ուժի կողմից ճնշում Ադրբեջանի վրա։ Ուղղակի կետերի համաձայնեցումը դա դեռ լիարժեք հիմք չէ գնալու խաղաղության պայմանագրի կնքման եւ Ադրբեջանը ցանկացած առիթ բաց չի թողելու սրելու իրավիճակը, պատճառաբանելու իր չստորագրելու հիմնավորումներ է, այսպես ասած։ Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին, այո, Միացյալ Նահանգներից կան զանգեր եւ կարծես թե ցուցումներ կան նաեւ եվրոպական երկրներից Ադրբեջանի վրա մեղմ ասած թույլ ճնշումներ, սակայն դրանք լիարժեք չեն եւ քանի դեռ Ադրբեջանը, այսպես ասած, պատժամիջոցներից կամ այլ մեխանիզմներից վախենալու պատճառ չունի, հետեւաբար սա բավականին երկար ձգվող գործընթաց է եւ լիահույս չեմ, որ դա շատ արագ կարող ենք մենք ականատես լինել պայմանագրի։ Այսինքն դուք ակնկալում եք, որ պետք է լուրջ ճնշում լինի Բաքվի նկատմամբ, որ Բաքուն ամեն դեպքում գնա համաձայնագրի ստորագրման։ Իհարկե, որովհետեւ այլապես Ադրբեջանին թեկուզ եւ այս պահին ձեռնտու չէ այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետեւ ակնկալիքները Ադրբեջանի միշտ ավելին են, քան ունի ինքը, կապված Զանգեզուրի միջանցքի հետ, կապված անկլավների հետ, որոնք դեռ կարծես թե վիճելի են եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները վերջնական տեսքի չեն բերվել։ Հետևաբար ավելին փոկելու քաղաքականությունը եւ ախորժակ է, այսպես ասած, Ադրբեջանին հնարավորություն է տալու ցանկացած դեպքում հետաձգել չեղարկել պայմանագրի ստորագրումը։ Չնայած չեմ կարծում, որ այդ պայմանագրի ստորագրումը եւս բացարձակ հաշտության եւ բացարձակ տարածաշրջանում խաղաղության հիմք կարող է հանդիսանալ եւ իմ կարծիքով դրա միակ երաշխիքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության բանակի ռազմականացումը, բանակի արդիականացումը, բալանսավորումը, ռազմական բալանսավորումը, այլապես այդ թղթերը, պայմանագրերը եւ այլն որպես լիարժեք երաշխիք միշտ ունենալ չեն կարող։ Հետեւաբար մեր իշխանության հիմնական խնդիրն ավելի պետք է լինի մեր բանակի արմատական վերափոխման, ռազմական նոր պայմանագրերի եւ գնումների, նոր դաշնակիցների հետ պայմանագրերի ստորագրման, ռազմական պայմանագրերի ստորագրման, այլ ոչ թե ուղղակի խաղաղության պայմանագրի կետերի մշակման եւ անընդհատ շեշտելով, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է եւ չի ստորագրվում լինի Բաքվի նկատմամբ, որպեսզի Բաքուն գնա համաձայնագրի ստորագրմանը, բայց այդուամենայնիվ երբ էս միջադեպը եղավ, Խնածախի ուղղությամբ կրակեցին, կարծես թե նույն արևմուտքից որևէ արձագանք կամ որևէ քննադատություն չի հնչել մինչ այս պահը։ Դիտորդներն արձանագրել են փաստերը միանշանակ, սակայն դա լիարժեք հիմք չէ մեղադրելու Ադրբեջանին սադրանքի նոր ալիք սկսելու ակնկալիքների։ Հետևաբար կարծում եմ, այստեղ մենք պետք է ունենանք նաև մեզ համար վստահելի դաշնակցային կողմ, որը չպետք է լինի Ռուսաստանը, որը կկարողանա պարտադրելով ցույց տալ եւ գալ խաղաղության պայմանագրի վերջնակետին եւ այս տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման, այլ ոչ միայն պայմանագրի ստորագրման։ Տեսեք, մենք խոսում ենք արևմուտքից, բայց ապրիլին հենց այս ամիս կմեկնարկի Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը եւ ես ձեզ էլ եմ մի անգամ հարց տվել, որ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ այն ոլորտն է, որտեղ կա մեծ դժգոհություն։ Ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։ Այսինքն, երբ մենք ձգտում ենք դեպի արևմուտք, ուզում ենք, այսպես ասած, ինչպես դուք եք ասում, ինտեգրվել, որովհետեւ մեր տեղն այնտեղ է, այս process-ը, այս բարդացման գործընթացը, այս նպատակը ո՞րն է։
Պարոն Գալստյան։ Որովհետև մենք կոնկրետ քայլերով գործողության չենք գնում, այո հայտարարություններով, այո խորհրդարանում լսումներով, Ազգային ժողովը վավերացրեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Սակայն փոքրինչ անոմալ երևույթ է, երբ դու վավերացնում ես եվրոինտեգրման գործընթացների process սկսելու գործընթաց, սակայն մնում ես դեռ հապկում, դեռ Եվրասիական տնտեսական գոտու անդամ ես, դեռ 102-րդ բազա ունես Հայաստանի Հանրապետության տարածքում եւ լիարժեք խոսել Եվրոպային ինտեգրվելու գործընթացների արագացման եւ ավելի սահուն անցկացման մասին, կարծում եմ այս իրավիճակում լուրջ չէ։ Պարոն Գալստյան, մենք այստեղ բերում ենք սլաքը կարծես թե իշխանության ուղղությամբ, բայց հետեւյալն է հարցը 10 ամիս մարդը սպասում է այդ վիզայի տրամադրմանը կամ դեսպանատում հարցազրույց հրավիրվելուն, դա նորմալ է։ Այստեղ ինչ կապ ունի իշխանության, չգիտեմ, գործոնը, երբ հերթագրվ նույն Ռուսաստան, տեսեք, մենք ասում ենք Ռուսաստան արևմուտք թշնամիներին 2 շաբաթից 2 ամիս այնտեղ է, 10 ամիս այստեղ է Գերմանիայի դեսպանատան հերթը, նորմալ է։ Ուրեմն թերանում են մեր գերատեսչությունները այդ ոլորտի, որովհետև դա մի խնդիր է, որը կարելի է շատ ավելի հեշտ լուծել, որի արդյունքները նկատելի չեն այս բանին մեր ժողովրդի համար։ Ես կարծում եմ, որ դա եւս դեռ վստահելիության պակասի գործոնն է Եվրոպայի կողմից։ Մեզ վստահելու պակասն է, որովհետև նորից եմ կրկնում, միանք երկու աթոռին նստելու մեր քաղաքականությունը բերում է ոչ լիարժեք վստահության եվրոպական երկրների եւ ընդհանուր Եվրոմիության կողմից։ Այսինքն այստեղ ինչն է վստահության խնդիր, երբ ասում են ծանրաբեռնված են հյուպատոսարանները, չգիտեմ, դեսպանությունները, հերթը շատը, հետո լինք են ուղարկում, ասում են, այս հղումով անցեք, այս, չգիտեմ, լրացուցիչ գումար վճարեք եւ հնարավորին արագ կմտնեք։ Երբ վճարում ես, այդ արագ մտնելու գործընթացը կազմակերպվում է, այստեղ վստահության ինչ խնդիր կա։ Դրանք տեխնիկական խնդիրներն են, նաեւ ինչ որտեղ կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք մեր արտաքին գերատեսչության լուծելու խնդիրներ են։ Տեսեք, դուք պարբերաբար հավաքվում եք նույն այդ Եվրադաշինքի, չէ, Եվրաքվեի քննարկումների ժամանակ պարբերաբար հանդիպումներ ունենում եք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, քաղաքագետներով, վստահ եմ նաև դեսպանների հետ եք հանդիպումներ ունենում։ Այս հարցերը դուք որպես քաղաքասարակություն բարձրաձայնում եք, թե ոչ, եւ ինչ արձագանք եք ստանում, երբ այս մասին բարձրաձայնում եք, որովհետեւ շատ հենց իմ հյուրերից շատերն ասում են, որ այո, մենք էլ պետք է գնանք Բելգիա, բայց մի 8 ամիսա սպասում ենք, երբ մեզ դեսպանություն կհրավիրեն։ Ոչ միայն այդ հարցերում, ինչպես բոլոր հարցերում, այդ հարցերին իշխանությունը ունի եւս նույն պատասխանը։ Իշխանություն չէ, ձեզանից եմ ակնկալում։ Իշխանություն, ասում եք, հարցնում եք դեսպաններին, ահա, դեսպաններից։ Դեսպանների պատասխանը մեկն է, որ իրենց գործառույթությունը նույնն են անում են հնարավորինս արդար, մնացած գործառույթները հիմնականում Հայաստանի իշխանությունների գործունեության թերացումների արդյունքն է։ Հետևաբար կարծում եմ, որ ժողովրդի մոտ ավելի վստահելի դառնալու համար, եթե խորհրդարանում վավերացնում ես եվրոպական ընտանիքին անդամակցելու գործընթացների մեկնարկ է տրվում, հետևաբար նաև գործառույթներ պետք է իրականացվեն այդ մեխանիզմները հեշտացնելու, դյուրին դարձնելու, որպեսզի ժողովրդի մոտ հավատ առաջանա դեպի արևմուտք։ Պարոն Գալստյան, դուք երկար տարիներ բնակվել եք Լեռնային Ղարաբաղում, չէ՞, եթե չեմ սխալվում։ Իհարկե։ Դուք տեղյակ եք, որ Չեխիայի Հանրապետությունում 070 կոդով անձնագրերը չեն ընդունվում։ Ճիշտն ասած, տեղյակ չէի, նոր իմացա, բայց Գերմանիայի դեսպանությունից Լեռնային Ղարաբաղի անձնագիր ունեցող քաղաքացուն տրամադրում են մուտքի արտոնագիր եւ ասում են ցանկացած երկիր կարող եք մուտք գործել, բացառությամբ Չեխիան չի ճանաչում 070 կոդով անձնագրերը։ Վստահ եմ հաջորդ հանդիպման ժամանակ, երբ ձեզ այդ հարցը տամ, դուք Չեխիայի դեսպանից կճշտեք պատասխանը։ Փորձեմ, որովհետև ես նույնիսկ խնդիրներ եմ լսել Ֆրանսիայից, որտեղ Ֆրանսիայում քաղաքացիություն ստանալու համար մեր Արցախից տեղահանված բնակիչների շատերը խնդիրներ են ունենում փաստաթղթերի կապված հենց արցախցի լինելու եւ 070 կոդով անձնագիր ունենալու հետ։ Այս դեպքում ընդհանրապես մարդը պետք է որպես զբոսաշրջի գնար Եվրոպա, իհարկե ծրագրերում Չեխիան չկարել ամենևին, բայց դեսպանությունը Գերմանիայից զգուշացրել է եւ կարծում եմ սա արդեն երկակի ստանդարտների մասին է խոսում նույն ժողովրդավար արևմուտքի կողմից։ Փորձենք հասկանալ ինչումն է խնդիրը։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։